Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին այսօր մամուլի ազգային ակումբում հրավիրած հանդիպման ժամանակ պահանջեց, որպեսզի ազատությունը հեռանա սրահից, սպառնալով այլապես ինքը կլքի տարածքը։ Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը դեսպանին բացատրեց, թե նա կարող է ազատության հարցերին չպատասխանել, բայց լրագրողին դուրս հանել չեն կարող։ Ուղղակի նաև նկատի ունեցեք, որ մամուլի ազգային ակումբը այն կազմակերպություն է լրագրողական, որտեղ բոլոր լրագրողները իրավունք պաշտպանում են, հարցերին պատասխանել, չպատասխանել։ باشه باشگاه مطبوعات باشه من اومدم اینجا ولی من با آزادی دیو مصاحبه میکنم Դեսպանն ի պատասխան ասաց, թե հասկանում է, բայց նորից պնդեց, որ ազատությունը լքի դահլիճ է։ اگر اینا اینجا باشن من Եթե այստեղ լինի, ես կգնամ։ Նարինե Մկրտչյանը կրկին նշեց, որ լրագրողին դուրս հանել չեն կարող, խնդրելով սկսել հանդիպումը եւ չբարթացնել իրավիճակը։ Եկեք սկսենք հանդիպումը։ Եկեք չբարթացնենք, սկսենք։ من تو جلسه شرکت نمیکنم. Եկեք չեմ մասնակցում։ Լավ։ میریم. Լավ, նստեք դեսպան, թող ինքը որոշի։ I'm sorry, I should go. یا باید بره بیرون یا من اینجا مصاحبه نمیکنم. Կամ դուրս կհրավիրենք իրան կգնա, կամ ես չեմ ասած Ռուստամ։ اجازه بده. باید بره بیرون من با اینا مصاحبه نمیکنم. Որպեսզի մամուլի ազգային ակումբի հրավիրած հանդիպումը չտապալվի, որոշեցինք դուրս գալ սենյակից։ Երբ դեսպանին տեղեկացրին, որ ազատությունը հեռանում է, Մեհդի Սոբհանին կես ճանապարհից ետ վերադարձավ։ Երբ մենք արդեն հավաքում էինք մեր իրերը, դեսպանը կոշտ ձևով կրկին պահանջեց, որ դուրս գանք, ճշտելով, արդյոք օպերատորը նույնպես լքել է սրահը։ You should also go out. No, don't worry, he's with me. But please be polite just. It's really inappropriate. It's really shameful for you. Shameful for your work. Ազատությունը հիշեցրեց դեսպանին, որ անցած տարի հենց ինքն էր բացառիկ հարցազրույց տվել ազատությանը, որտեղ արտահայտել էր իր բոլոր մտքերը, նույնիսկ ԱՄՆ-ի հասցեին հնչեցնելով ամենասուր քննադատությունները։ Թալիբան, Ալ-Քաիդա, դաեշականներին Ամերիկան ստեղծեց։ Սրանք որքանով են համատեղելի դեմոկրատիայի հետ։ Գազայում 40,000 սպանվել են, կույր են, չեն տեսնում, խուլ են, չեն լսում։ Օրեր առաջ էլ ներկա ենք եղել դեսպանատանը Մեհդի Սոբհանիի հրավիրած ասուլիսին, որտեղ նա առանց որևէ վերապահման պատասխանել էր ազատության բոլոր հարցերին։ Ի պատասխան դեսպանն ասաց, թե օրեր առաջ տեղի ունեցած ասուլիսին թույլ չէր տան ներկա գտնվեինք, եթե իմանար, որ մենք էլ ենք այնտեղ։ Ինչ վերաբերում է իր նախաձեռնությամբ տված հարցազրույցին, ապա իրանցի դիվանագետն ասաց, թե այո, բարի կամք է դրսևորել եւ հարցազրույց է տվել։ Բայց հիմա դուք մեր թշնամիների համար եք աշխատում։